Ողջույն բոլորին, ես Լիլիթ Նեմղարայան, Advice խորհրդատվական ընկերության տնօրենն եմ։ Մենք ունեցել ենք շատ հետաքրքիր քննարկում ֆինանսավորման եւ ֆինանսավորման ասպեկտների վերաբերյալ, հակիրճ կներկայացնեմ։ Երբ որ խոսում ենք բացերի խոչընդոտների մասին, պետք է հասկանանք, որ հիմնականում այս կարգի նախագծերը պետք է ֆինանսավորվեն սեփական կապիտալով պլյուս պարտքային գործիքներով։ Մենք քննարկեցինք եւ հասկացանք, որ շատ կարեւոր է գտնել ներդրողների, ով պատրաստ կլինեն ներդնել սեփական միջոցներ, սեփական կապիտալ, equity ասածը այս նախագծերի մեջ։ Ենթադրեցինք, որ ավելի հավանական է, որ ներդրումները իրականացնեն արդեն գործող ընկերություններ, օրինակ խոշոր ֆերմերները կամ թեկուզ արտադրական ընկերություններ եւ այլն։ Երբ որ խոսքը գնում է պարտքային գործիքների մասին, ապա եկանք այն եզրահանգման, որ պարտք ներգրավել բավականին հեշտ կլինի, եթե կա արդեն ներդրողներ եւ Հայաստանում կան մի շարք թե մասնավոր բանկեր, թե միջազգային ֆինանսական կառույցներ, որոնք պատրաստ կլինեն, հետաքրքրված կլինեն տրամադրել մատչելի տոկոսադրույքով վարկեր։ Նաև խոսացինք կանաչ պարտատոմսերից, ընդհանրապես պարտատոմս թողարկելու հնարավորությունից, մասնավորապես կենտրոնացանք կանաչ պարտատոմսերի վրա եւ ասացինք, որ սա էլ է մի հնարավորություն, որը պետք է դիտարկել։ Իհարկե դեռ սահմանափակ է թե շուկայի ընկալումը կանաչ պարտատոմսերի առումով, թե ընկերությունների ունակությունը ներգրավել պարտատոմսերի միջոցով պարտքեր, բայց համենայն դեպս էս էլ է տարբերակ։ Նաև խոսեցինք դրամաշնորհների սուբսիդավորման մեխանիզմների մասին։ Գիտենք, որ երկրում գործում են որոշ տեսակի սուբսիդավորման ծրագրեր, օրինակ վարկերի սուբսիդավորման ծրագիր կա, որը վարկերի տոկոսն է սուբսիդավորում որոշ ոլորտներում, օրինակ գյուղատնտեսության ոլորտում կամ արտադրության ոլորտում եւ ասացինք, որ այս ոլորտ ներգրավել որոշակի սուբսիդիաներ բավականին իրատեսական է։ Նաեւ կան սուբսիդավորման ծրագրեր դոնոր կառույցների, միջազգային ֆինանսական կառույցների կողմից։ Մյուս կողմից, երբ որ խոսում ենք հարկերի մասին, օրինակ խոսեցինք նոր տեսակի շրջակա միջավայրի, առումով հարկ կամ տուրք ներդնելու մասին, համարեցինք, որ սա իրատեսական չէ, հատկապես գյուղատնտեսական ոլորտում։ Մյուս կողմից, այս ներդրումները խթանելու առումով եկանք այն եզրակացության, որ կարելի է տվյալ ներդրողներին ազատել մի շարք հարկերից։ Օրինակ, ներմուծման սարքավորումների ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկից ազատել կամ տուրքերից ազատել կամ օրինակ գործունեության շահութահարկից ազատել եւ քննարկեցինք եւս մի շարք այլ գործիքներ, որի միջոցով կարելի է խթանել այս տեսակի ներդրումները։ Սրա մասին արդեն խոսացինք, որ վճարներ, թափոնների հոսքերի համար ներդնել երևի թե մի քիչ այսինքն հարկերի կամ տուրքերի տեսքով մի քիչ իրատեսական չի լինի։ Երբ որ խոսում ենք այդ carbon credit-ի մասին կամ carbon trading-ի մասին ավելի շուտ, այստեղ քննարկել ենք արդյոք իրատեսական է, որ այս ընկերությունները օգտվեն այս հնարավորությունից, քանի որ կրճատում են CO2-ն, եկանք այն եզրակացության, որ այս պահի դրությամբ համենայն դեպս այդքան էլ հավանական չէ, որովհետև նախ եւ առաջ ծավալը երևի թե փոքր կլինի եւ առանձին այդ ընկերությունները դժվար թե կարողանան շուկա դուրս գալ, բայց իհարկե երկարաժամկետում հնարավոր կլինի սրանք փաթեթավորել ավելի մեծ, բանդլների միջոցով վաճառել։ Այսինքն երկարաժամկետում միգուցե իրատեսական է, կարճաժամկետում չեն կարծում, որ դրա վրա կարելի է հենվել ու համարել եկամտի աղբյուր։ Հարկային արտոնություններ, վարկեր եւ արտոնյալ վարկեր էլի խոսեցինք,
Հարկերի մասին ես արդեն նշեցի, վարկերի մասին հստակ գործիքներ նշեցինք, օրինակ կանաչ կլիմայի ֆոնդը, որը արդեն ունի Հայաստանում թե մասնավոր ոլորտում, թե հանրային ոլորտում ագրեգիտացված կառույցներ եւ դրանց միջոցով կարելի է ներգրավել բավականին մատչելի ֆինանսավորում, թե պարտքային, թե նաեւ գրանտեր, տեխնիկական օժանդակություն եւ այլն։ Կան նաեւ մի շարք միջազգային ֆինանսական կառույցներ, օրինակ EBRD, օրինակ EIB, որոնք ունեն հետաքրքիր պարտքային գործիքներ, վարկեր, որոնք համեմված են, սուբսիդիաներով, տեխնիկական օժանդակությամբ եւ այս ամենից վստահ եմ հնարավոր կլինի օգտվել, եթե ներդրողները հայտնվեն։ Feed-in tariff ասեցինք, որ տվյալ ոլորտում ինչպես հասկացա, ես վստահ չէի, որ հենց բիոգազի համար կա feed-in tariff, Սոնան նշեց, որ կա, բայց ինչքան չկա, վերջացել է։ Քննարկեցինք, Լուսակերտի ներկայացուցիչը ասաց, որ ժամանակին եղել է, ավելի բարձր է եղել, քան արևայինի feed-in tariff-ը, բայց հետո 22 թվականին, եթե չեմ սխալվում, իջեցվել է նույն մակարդակի, որը կտրուկ նվազեցրել է ընկերության շահութաբերությունը։ Այդ մի ինֆորմացիա, որի մասին ես տեղյակ չէի, հիմա այս պայծրությամբ փաստորեն չկա բիոգազի համար feed-in tariff, քննարկեցինք օգնի, չի օգնի, կարվի, չի արվի, չունենք եզրակացություն, լավ կլինի արվի, մյուս կողմից էլի չենք կարծում, որ դրա կախված դրանից, թե ինչքան կլինի այդ feed-in tariff-ը, ինչքանով դա կօգնի, այս ներդրումները շահութաբեր դարձնելու առումով, բայց համենայն դեպս չհամարեցինք, որ շատ մեծ էական ազդեցություն կունենա։ Էլի կախված ծավալից, կախված feed-in tariff-ի մակարդակից, իհարկե շատ լավ կլինի, որ կառույցը դիտարկի սա, բայց մյուս կողմից էլ կախված թե քանի ընկերություն է լինելու, ես կարծում եմ, եթե խոսքը գնում է 1, 5 կամ 7 այսպիսի ներդրումների մասին, միգուցե դժվար կլինի սա լոբինգ անել ու առաջ տանել ու այդ feed-in tariff-ը ունենալ, բայց իհարկե էլի գործիք է, որի միջոցով տվյալ ներդրումները ավելի շահութաբեր կդառնան։ Carbon credit-ի մասին խոսացի, միջազգային ֆինանսավորման մասին խոսացինք արդեն, ինձ թվում է այսքանը, ընդհանուր եզրահանգումը այն է, որ ֆինանսավորում հայթայթելը պարտքային գործիքների առումով բավականին հեշտ է, ամենայն դեպս կարծում եմ կան գործիքներ, բայց իհարկե որպեսզի այս պրոյեկտները իրականանան, մեզ պետք են այն սկզբնական ներդրողները, որ իրենց սեփական կապիտալով հանդես կգան եւ ներդրում կիրականացնեն, այս ամենամեծ challenge-ը մարտահրավերը այս առումով այդ սկզբնական ընկերություններին կամ ներդրողներին գտնելն է մեր կարծիքով։ Այսքանը, եթե բան եմ մոռացել, թիմակիցներս կարող են ավելացնել։ Չէ՞։ Շնորհակալություն։ Մյուսը կարծում եմ, եթե պատրաստ են մեր առաջին խմբային քննարկման մասնակիցները, ապա հրավիրենք իրենց ներկայացնելու օրենսդրական կարգավորող շրջանակ եւ խթանները։ Շատ լավ, եկեք։ Այն առանձին բանում։ Լսվում է, մինչև այս տեխնիկական հարցը բանանեն, շտկեն,
Ես նայում եմ հիմա հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի որոշումը, իրականում ուզում եմ ասել, որ feed-in tariff-ը կա, ուղղակի լիցենզիաները չեն տալիս արդեն, բայց հենց հիմա կա, եթե ես ճիշտ ինկորպորացված բանն եմ տարբերակն եմ բացել, սույն որոշումը ուժի մեջ է մտնում 24 թվականին եւ գործում է մինչեւ 25 թվականի հունիսի 30-ը։ Okay, ուրեմն գործում է դեռ։ Մեթոդիկայի Երևի մեթոդիկայի 40-րդ կետի բարեկամություն նշված կենսազանգվածից, կենսագազից, էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը դրա սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2022 թվականի նոյեմբերի 1-ից հետո ուժի մեջ մտնելու դեպքում 17.2 դրամ կիլովատ-ժամի համար առանց ավելացված արժեքի հարկի։ Բայց բավական ցածր feed-in tariff-ը այլ։ Նույն տեսանկյունից կարող եք ասել, որ օրինակ հողմային կայաններից արտադրանքի համար է ցածր, բայց ամեն դեպքում այս պահին գործող ոնց որ կարգավորող մարմնի սահմանած սակագներն են։ Ինձ թվում է, եթե կոնկրետ դեպքով մոտենան քննարկումներ լինեն արդեն, միգուցե այդտեղ փոփոխություններ լինեն, բայց մենք մի քիչ այլ լուծում ենք առաջարկել՝ ի տարբերություն հաստատում սակագինը։ Ես Գայանե Կոլյանն եմ, ինքս էներգետիկայի բնագավառի մասնագետ եմ, բայց մեծ հաճույքով հայտնվել եմ ես իրավական դաշտի վերլուծության քննարկումներին։ Մեր թիմում ունեինք եւ կլիմայի հետ կապված մասնագիտացումով իրավաբան եւ էներգետիկայի մասնագիտացմամբ իրավաբան, գյուղատնտեսության մասնագետ, էկոնոմիկայի նախարարությունից ներկայացուցիչներ, ուսանողներ, այսինքն կարողացել ենք այս հարցին բազմակողմանի եւ հետաքրքիր առաջարկնելով ներկայանալ եւ ամենաառաջի հարցը, որ դրված էր, ամենագլոբալն էր, օրենսդրական ռազմավարական բացեր, այստեղ բոլորս գիտենք, որ եթե օրենսդրական դաշտ գոյություն չունի, շատ դժվար է ոլորտը զարգացնել։ Իհարկե Հայաստանում որոշ դեպքերում տնտեսությունը քայլ առաջ է լինում, քան օրենսդրությունն է, ոնց որ փորձում են հետո արագ լրացնել այդ բացերը, բայց եթե ունենք ժամանակ, բնական է, որ պետք է լինեն նաև այդ օրենսդրական հնարավորությունները, որովհետև շատ հայտնի փաստ է, որ երբ որ ներդրողները ունենում են երկարաժամկետ կտրվածքում իրենց տեսլականը, իրանք ավելի հեշտ են այդ բիզնեսի մեջ մտնում։ Դրա համար ունենալով օրենքում ձևակերպումներ, թե ինչի մասին է խոսքը, ինչ է սպասում ներդրողին, ունենալով ռազմավարություն, որը ցույց կտա, թե ինչպիսի առաջնահերթություններ ունի պետությունը այս բնագավառի համար, շատ լուրջ խթան կարող է հանդիսանալ։ Ցավոք սրտի այս պահին ունեինք կենսագազին առնչվող այսպես կծկտուր դրվագներ տարբեր օրենքներում, որոշ դեպքերում փորձում էինք խոսել, քննարկել, հասկանալ, թե այդ ինչ է գրված, այսինքն այդ հստակությունը, որը որ սպասում ես, որ պետք է կարդաս օրենքը ու հասկանաս, թե ուր գնաս, ինչ թղթեր ներկայացնես, ինչքան ժամանակ կտանի դա քեզնից, ինչքան կարժենա եւ այլն, օրենսդրական մակարդակում չկա եւ հետեւաբար դրանից բխող նաեւ ենթաօրենսդրական ակտերում այդ բոլոր ձևակերպումները շատ թերի են։ Այստեղ մարսանյութի օգտագործման հետ կապված կարգավորումներից խոսեցինք, էլի հետաքրքիր էր, որովհետև ոնց որ թե դաշտը բավական ազատ էր եւ մենք նաեւ առաջի պրեզենտացիայից հիշում ենք, թե կարծես 90% մարսանյութներ եւ հետեւաբար ինքը sense գալի մաս է կազմելու այս process-ի եւ շատ հետաքրքիր կլինի, որպեսզի կարողանանք կարգավորել դրանց արտադրության process-ները։ Այստեղ խոսեցինք, որ հնարավոր է պետության կողմից առաջնահերթությունների սահմանումը դրական ազդեցություն ունենա, որ լավ կլինի ունենալ ստանդարտներ եւ նորմեր, նորմերի դեպքում, որոնք կլինեն պարտադիր կիրառության համար եւ կկարգավորեն այս դաշտը, ստանդարտները դե իհարկե պարտադիր բնույթ չեն կրում, բայց եթե դրանք նորմերում դրվում են որպես պարտադիր կատարման, արդեն ստանդարտն էլ կարող է դառնալ պարտադիր, եւ այս դեպքում ոնց որ այս ոլորտի կարգավորումը արդեն ինքն իրեն պարտադիր դառնալով կխթանի, կզարգացնի եւ այլն։ Հակառակ դեպքում, եթե պարտավորություն չկա, բոլորը մտածում են ինչպես ոգևորեն, ինչպես օգնեն, ինչպես խթանեն, այս դեպքում արդեն մի փոքր ավելի կարգավորված ու հեշտ կլինի։ Պետության աջակցության մասին խոսեցինք,
Այստեղ կարևորում էինք, որ պետության աջակցությունը լինի կանխատեսելի, եւ եթե նայենք Եվրոպական միության վերականգնվող էներգետիկայի դիրեկտիվին, ապա այնտեղ ասում է, որ աջակցությունը պետք է լինի շուկայական, իսկ ուղեցույցներում նաև նշվում է, որ աջակցությունը պետք է համապատասխանի պահանջին, այսինքն ժամանակի ընթացքում պետք է այդ տրամադրվող աջակցության մեծությունները ադապտացվեն կարիքին եւ սա կարևորելով պետք է նույն կերպ նախատեսել, թե աջակցությունը ինչքան ժամանակով է տրամադրվելու, ինչ փուլերով է տեղի ունենալու եւ բնականաբար ինչ որ մի պահի պետք է այս տեսակ արտադրությունը դառնա ինքն իրենով գործող եւ արդեն որպես բիզնես ծրագիրի հայտ կա եւ պահանջի կառավարությունից եւ հետեւաբար հասարակությունից մինիմալ աջակցություն։ Նաև խոսեցինք, որ ոչ միայն այսպես ֆինանսական կարող է լինել այդ փոխհատուցումը, հա, որպեսզի ֆերմերները իրենց գոմաղբի ավելցուկը հանձնեն, այլ նաև հնարավոր է ինչ-որ կրեդիտներ որպես փոխհատուցում ստանան, սոցիալական որոշակի փոխհատուցումներ ունենան, որը նույնպես նրանց կխթանի ոչ թե իրենց բակում պահել, որը մասնագետները ասում են, որ շատ վնաս է հողի համար եւ կարող է ստորգետնյա ջրերով անգամ ավելի լայն մակերեսի վրա ազդեցություն ունենալ, քան հենց որտեղ տեղադրված է։ Եվ շատ կարևոր հարց, որով այսպես բոլոր նոր լուծումների կողքին գնում է, որ պետք է իրազեկվածությունը եւ գիտելիքը ավելացվի հասարակության շրջանակում։ Խոսել ենք նաև, թե ինչպիսի հավաստագրման մեխանիզմներ են անհրաժեշտ մարսանյութի, կենսագազի կամ CO2-ի շուկան ձևավորելու համար։ Այս տեսանկյունից իհարկե մեր մոտ այդպիսի սերտիֆիկացում չկա, բայց այսպես մտածեցինք, որ օրինակ եթե ջերմոցային տնտեսությունը ցանկություն է ունենում CO2 գնելու, հա, որտեվ այս պահին հասկացանք, որ իրենք կարող է ուղղակի մեծ արտանետում ստեղծող տարբերակով են իրենց CO2-ը ստանում, իրենք տեսնեն օրինակ, որ այդ CO2-ի արտադրությունը վերականգնվող էներգիայի այսպես հետևանք է, եւ դրա համար այս սերտիֆիկատների ներդրումը շատ տեղեկատվական եւ նաեւ գիտակցության մեծացման համար օգտակար կարող է լինել, սերտիֆիկատների մասին մի փոքր ավելի ուշ կխոսենք։ Այստեղ կխոսենք։ Խոսեցինք հաստատուն սակագների մասին ֆինանսական բլոկում։ Մեր քննարկման ժամանակ ոնց որ կարծում ենք, որ հաստատուն սակագները իհարկե շատ լավ գործիք են սկզբնական փուլում խթան հանդիսանալու համար, բայց ամեն ինչ գնում է դեպի մի փոքր ավելի շուկայական մեխանիզմների։ Եվ այս տեսանկյունից եվրոպական լավագույն փորձը ցույց է տալիս, որ ներկայումս ավելի շատ օգտագործվում է տարբերությունների պայմանագիրը։ Սա մենք ոնց որ արտապատկերեցինք էլեկտրաէներգիայի առևտրի մեր փորձից։ Այստեղ ստացվում է, որ ոչ թե ադմինիստրատիվ ճանապարհով է սակագինը որոշվում, այլ մրցութային։ Երբ որ մրցույթի արդյունքում որոշվում է շուկայական գին, արդեն այդ արտադրողը պարտավորվում է էլեկտրաէներգիան վաճառել հենց շուկայում։ Ու այն դեպքում, երբ որ շուկայում վաճառում է ավելի թանկ գնով, քան իր մրցույթի գիններ, այդ տարբերությունը վերադարձնում է ինչ որ մի կառույցի, օրինակ պետությունը որոշում է, որ օպերատորներին պետք է փոխհատուցի։ Հակառակ դեպքում, եթե իր ստացած գնից ավելի ցածր գնով է վաճառում, այդ դեպքում այդ նույն կառույցից ինքը ստանում է այդ տարբերությունը հետ։ Ստացվում է, որ բիզնեսի տեսանկյունից ինքը ունի երաշխավորված գին, բայց միևնույն ժամանակ, այստես 100% երաշխավորված չեն լինում իր արտադրության ծավալների վաճառքը, եւ գինը չի որոշվում ադմինիստրատիվ ճանապարհով, այլ իր մեջ ունենում է շուկայական կոմպոնենտ։ Իսկ օպերատորների մոտ այդ փոխհատուցման ֆոնդը արդեն ձևավորվում է շուկայի բոլոր մասնակիցներից։ Ստացվում է, որ միջանկյալ, հա, այսպես հաստատուն սակագների եւ լրիվ շուկայական մեխանիզմի արանքում մի հատ միջանկյալ տարբերակ է, որը շատ դրական էֆեկտներ է տվել որպես աջակցության մեխանիզմ։ Մյուս կողմում խոսեցինք սերտիֆիկատներից, քննարկման դրված էին նաև կանաչ սերտիֆիկատները։ Իհարկե, այս ցակման երաշխիքները մենք նաև այսօրվա պրեզենտացիայում տեսանք, որ կիրառություն ունեն։ Եվրոպացիները լայնորեն կիրառում են, իրենք իրենցից ներկայացնում են էլեկտրաէներգիայի արտադրության աղբյուրը ներկայացնող սերտիֆիկատներ։
Որոշ դեպքերում կարող է տեսածել լինեք, երբ որ օրինակ Amazon-ով առևտուր եք անում, ինչ որ արտադրողի մոտ բերում է, որ մեր արտադրանքի համար օգտագործել ենք 20% վերականգնվող էներգիայի աղբյուր, այ որ գնան ստուգելու կհանեն սերտիֆիկատները եւ կասեն մենք իրականում այս քանակի վերականգնվող գնել ենք։ Իհարկե սա առանձին խորը թեմա է, բայց որպես այսպես սերտիֆիկացման համակարգ առաջարկել ենք ծագման երաշխիքների համակարգը։ Եվ քանի որ հիմա քննարկման փուլում է գտնվում SEPA-ի շրջանակում մշակված նոր օրենքներ, այդ օրենքները ներդրվելու պարագայում արդեն այս մեխանիզմները տեղում կլինեն։ Կարբոնի հարկման հետ կապված խոսեցինք, մտածեցինք, որ հարկային օրենսգրքում կարող է նոր հարկային մեխանիզմներ ներդրվեն, որոնք որ կկարգավորեն կարբոնի քանակի արտադրությունը եւ կարբոնային կրեդիտների համար էլ մասնագետները փաստեցին, որ պետության կողմից մեխանիզմներ եւ աջակցություն գոյություն չունի։ Նաև խոսեցին, թե տարածաշրջանում ինչպիսի զարգացումներ կան, որտեղ նաև փաստեցին, որ Հայաստանը մի փոքր հետ է մնացել այդ զարգացումներից, բայց այդ այսօր է, կաշխատենք։ Օրինակ էին բերում Թուրքիան, Վրաստանը կար, Հարութ, Վրաստանը կար, Ադրբեջանը ասեցին, տենց տարածաշրջանում կարծես թե մենք ոնց որ հետ էինք մնացել։ Դե կարբոն կրեդիտի մասին խոսել ենք, բնական գազի ցանցին ինտեգրումը մի փոքր այսպես հարց սկսեցինք եւ հարցել մնաց, որովհետեւ չկարողացանք ասել հստակ թե ոնց է կարգավորվում, բայց հասցեատերը պետք է լինի Գազպրոմ ընկերությունը եւ իրենց հետ փորձեն հասկանան թե այս պահի կարգավորումներով ինչպիսի հնարավորություն կա կամ գոնե իմանալ, որ հստակ չկա եւ արդեն ավելի կամ կենսագազից էլեկտրաէներգիա արտադրելու տարբերակը դիտարկվի որպես կոնցեպտ կամ օրինակ ավելի այսպես լոկալ տարածքներում, այլ ոչ թե արդյունաբերական մակարդակի։ Նաեւ էներգետիկայի բնագավառի ռազմավարությունը նախատեսել է, որ բնական գազի մատակարարման նոր օրենք պետք է մշակվի, նաև մտածեցինք, որ միգուցե, եթե ժամանակի ընթացքում ակտիվ լինենք եւ հետաքրքրվենք, հնարավոր լինի այս օրենքի շրջանակում ինչ որ բաներ նախատեսել, որոնք որ կօգնեն կենսագազի արտադրանքը գազային տեսքով ցանց ինտեգրելուն։ Հա, համաձայնագիրը այդպես հրապարակային չի, իհարկե եթե փորձենք բանավոր խոսել, կան մասնագետներ, ովքեր տեղյակ են, բայց բնական է այդ ինֆորմացիայից օգտվել հետագայում չեն կարողանա։ Կներեք, հարց կար։ Դժվար է ասել ինչի մասին, որտեվ ռազմավարությունը սենց կարճ ասում է, որ ուղղակի պետքա գազի մատակարարման հետ կապված նոր օրենք մշակվի ու տալիս է դրա ժամանակացույց։ Դետալներ չունենք։ Հա, այս պահին ունենք մեկ էներգետիկայի մասին օրենք, որը կարգավորում է էլեկտրաէներգետիկան, ջերմային էներգետիկան եւ բնական գազը։ Հիմա SEPA-ի շրջանակում էլեկտրաէներգետիկային վերաբերող հատվածը մշակման փուլում է, առանձին օրենք որպես։ Ջերմային էներգետիկային վերաբերող մասի նախագիծ կար, բայց 1 տարի առաջ, այսինքն դրա հետ կապված էլ ինչ որ նախագիծ տեսել ենք, ինքը ընթացքի մեջ էր։ Այ գազի հետ կապված, կարծես թե ոչինչ չի արվում, դրա համար մի քիչ դժվար է ինքը ինչպես պետքա, ինչ կառուցվածք ու բովանդակություն կունենա, էլի։ Թույլտվությունների հետ կապված խոսեցինք, նո այդ հիմնականում նաև վերաբերում էր առաջին հատվածում, որ դաշտը այդքան էլ լավ կարգավորված չի եւ սկսած հողի տեսակից մինչեւ ցանցին միացման եւ հետագա առևտրի պայմաններ եւ այլն դրանք քննարկելու կարիք ունեն Պարզապես ինչ-որ նոտաներ գտանք այս պահի օրենսդրությունից, որոնք կարելի է օգտագործել, օրինակ, եթե սեփական կարիքի համար է այդ էլեկտրաէներգիան արտադրվում, այդ դեպքում ավելի պարզեցված ընթացակարգ կա հենց այս պահի գործող մակարդակում, բայց սա կարծես մի փոքրիկ
ավազի հատիկ լինի մեր նախատեսած մեծ սենց ծովափնյա տարածքի համեմատ։ Խոսեցինք նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հետ կապված, պարզվեց այդ առումով ձևակերպում կա, այսինքն այնտեղ խոսվում էր կենսագազի արտադրության եւ դրանից էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված, որտեղ ասվում էր, որ մինչեւ 1 մեգավատ կայաններ, 1 մեգավատից ավել կայանները պետք է արդեն անցնեն այս շրջակա միջավայրի ազդեցության գնահատականը։ Այստեղ կարծես թե հստակ էր։ Եվ որպես վերականգնվող էներգետիկայի բնագավառի լավագույն փորձ հենց կենսագազի համար կիրառելու, եւս մեկ անգամ ուզում եմ ասել ՍԵՊԱ-ի մասին, որ Հայաստանը պարտավորություն է ստանձնել իր օրենսդրությունը մոտարկել ՍԵՊԱ-ով սահմանված ևս դիրեկտիվներին, աշխատանքները ընթացքի մեջ են, այսօր հասկացանք, որ ոչ բոլոր ուղղություններով են ակտիվ ընթանում, բայց այնուամենայնիվ, եւ այս տեսանկյունից եվրոպական դիրեկտիվների եւ եվրոպական երկրների լավագույն փորձի կիրառությունը ուսումնասիրելու մեծ հնարավորություն ունի Հայաստանը, մասնավորապես ՍԵՊԱ-ի շրջանակում երրորդ էներգետիկ փաթեթի դիրեկտիվներն են, որոնք կարգավորում են եվրոպացիների 12-ից 30 թվականի ժամանակահատվածը, կներեք 12 թվականից 20 թվականի ժամանակահատվածը եւ այս տեսանկյունից մենք շատ լավ հնարավորություն ունենք ուսումնասիրելու արդեն կիրառված փորձը, այլ ոչ թե թղթի վրա դեռ նախատեսվելիքները։ Եվ նաև որպես աջակցության, ֆինանսական աջակցության գործիք, այստեղ նորից նշել ենք, որ տարբերությունների պայմանագիրը ավելի նպատակահարմար են գտնում, քան հաստատուն սակագները։ Ինչպես խոսեցինք, հեռանկարային տեսլականը շատ կարևոր է բիզնեսը զարգացնելու համար։ Դրա համար շատ լավ կլինի, որպեսզի կառավարությունը իր երկարաժամկետ, երբեմն դժվար է լինում կառավարության համար այս դեպքում գոնե միջնաժամկետ ժամանակահատվածում կարողանա թիրախավորել իր նպատակները։ Այս պահին որոշակի ուղղություններով թիրախներ կան եւ դրանք շատ հետաքրքիր արդյունքներ են տվել։ Օրինակ արևային էներգիայի արտադրության հետ կապված 1000 մեգավատի թիրախը կար, դրա շրջանակում սկսեցին լիցենզիաներ տալ, արդեն ոնց որ մեխանիզմը սկսեց աշխատել։ Պետությունը ասեց իմ համար սա կարևոր է։ Այս տիպի գործիքների կարևորություն կա, բայց այդ գործիքները, այդ տեսլականը որոշելու համար կարծում ենք, որ զուտ էքսպերտային գնահատականները բավարար չեն եւ շատ լավ կլիներ, օրինակ այսօր մենք տեսանք 3 մոդելներ կենսագազի արտադրության, հետաքրքիր կլիներ օրինակ մեր էներգահամակարգում դրանք ներառած մոդելավորումը տեսնելու, ինչպիսի էֆեկտներ են տալիս։ Հայաստանում Օրինակ էներգետիկայի ինստիտուտը եւ ծրագրային եւ մասնագիտական հմտություններ ունի եւ փորձառություն նման հաշվարկներ անելու, հետաքրքիր կլիներ օրինակ այդպիսի արդյունքները տեսնել։ Եվ եթե ինչ որ մի սցենար որոշվի, որ օրինակ կենսագազը այս 3 մոդելներից մեկը կամ մի քանիսը հնարավոր է իրագործել, արդեն կառավարության առաջ քննարկելու առումով եւ ռազմավարություն մշակելու առումով ոնց որ ավելի բարենպաստ միջավայր է ստեղծվում։ Նաև ապագան վերաբերվում է ոչ միայն մեկ ոլորտի ռազմավարությանը, այսինքն հիմա ոնց որ տարբեր ուղղություններով պլանները մեկ փաստաթղթում են դնում, եվրոպական երկրները ունեն ազգային էներգիայի եւ կլիմայի ծրագրեր, որտեղ հիմնական ուղղություններ են, որոնք վերաբերվում են ապաածխայնացմանը, էլեկտրաէներգիայի առևտրին, էներգոարդյունավետությանը, ներքին շուկաներին եւ այս տեսանկյունից Հայաստանը նույնպես նախատեսված է, որ պետք է այդպիսի մի ծրագիր ունենա, ինչը հնարավորություն կտա գտնել լավագույն լուծումը, որովհետեւ երբ խոսում ենք օրինակ կլիմայի համար կարևոր ուղղությունից եւ էլեկտրաէներգետիկայի համար կարևոր ուղղություններից դրանք հաճախ չեն խաչվում եւ լավ կլինի այս հաշվարկները մեկ փաստաթղթում տեսնելու համար։ Շնորհակալություն։ Եթե հարցեր ունեք Merci. Շատ մերսի։
մենք անցնենք վերջին խմբային քննարկման արդյունքների ներկայացմանը, ես որպես այդ խմբային քննարկման ֆասիլիտատոր ասեմ, որ բավականին բարդ էր սկսել խոսել ենթակառուցվածքներից, տեխնոլոգիաներից, չանդրադառնալով օրենսդրական կարգավորող շրջանակին, ֆինանսավորմանը եւ այլն, եւ շատ մարտահրավերային էր հետ բերել մասնակիցներին այս ենթակառուցվածքի շուրջ քննարկմանը, ուստի չզարմանաք, եթե սլայդերում տեսնեք որոշակի հղումներ ֆինանսավորման տարբեր ասպեկտներին, կարգավորող նորմերին, շրջանակներին եւ այլն։ Ես հիմա բացեմ սլայդերը եւ հրավիրեն Գեղամին Հովանիսյան խմբային քննարկման արդյունքները ներկայացնելու համար։ Նորից բարև ձեզ, երևի մեր խմբային քննարկումը ամենաբուրն է եղել, որովհետև ամենալայն շրջանակներն էինք ներգրավել, ունենք մարզերից մասնակիցներ, ցենց ասած, հենց այն տեղերից, որտեղ որ պետքա այդ բիոգազ հասկացությունը եւ բիոգազը ներգրավենք ու մարդիկ դրանից օգտվեն, որովհետև քաղաքում քաղաքաբնակ մարդուն բացատրել ինչա բիոգազը եւ արի ասենք բիոգազ կառուցի քաղաքում չի լինում։ Ուրեմն առաջին հարցը ինչի մասին էր խոսքը, որ մեր դանիական ընկերությունն էլ ուսումնասիրել, որ մեր բիոհումքի մեծ մասը գտնվում է ցրված վիճակում եւ այսօր մենք ունենք դրա հավաքման խնդիրը։ Այսինքն ունենք մի քանի մեծ ֆերմերային տնտեսություններ, որոնք ունեն զգալի, օրինակ 100 տոննա, 120 տոննա հումք եւ մնացածը ցրված են ամբողջ Հայաստանի խոշոր համայնքներով, տարածքներով եւ համար մեկ մարտահրավերը հավաքել դրանք գոնե կենտրոնացված կլաստերներում ու առաջարկներից մեկը շրջիկ փոքր մեքենաներով հավաքել գոնե կլաստերներում եւ այնտեղ կառուցել փոքր Մորտնի նշած առաջին մոդելի ավելի փոքր կայաններով բիոգազ կաններ, որոնք ավելի շատ ըստ ինձ կունենան էկոլոգիական նշանակություն, ոչ թե ֆինանսական կամ բիզնես նշանակություն։ Դա ավելի շատ կլուծի մեր համայնքների, գյուղական միջավայրների մաքուր լինելու եւ էկոլոգիական հարցերը, ոչ թե ինչ որ բիզնես շահ կներգրավի։ Այստեղ մենք մեր համայնքներից եւ տարբեր տեղերից արձագանքները նաեւ որ ճանապարհներ, ենթակառուցվածքներ, այո, իրականում մեր համայնքների մեծ մասը գտնվում են իրարից բավական հեռավորության վրա, օրինակ Լուսակերտ բիոգազ պլանտի օրինակով ասեմ, ձեռնատու էր հումքը բերել, եթե այդ շարավիղը 50 կիլոմետրը չէր գերազանցում, դրանից հեռու գտնվող շարավղով հումք հավաքելը ուղղակի ֆինանսապես ձեռնատու չի, ավելի շատ կծախսվի վառելիքի վրա։ Հիմա ճանապարհները հարցը մեր երկրում միշտ բաց հարց է եւ այս հարցը լուծելը կապել բիոգազ կանները ճանապարհների հետ անիրատեսական եմ համարում, պետք է օգտվենք մեր ճանապարհներից, ուրիշ տարբերակ չունենք։ Իսկ մեծ ֆերմաների առումով այս խնդիրը լուծված է, որովհետև բոլոր մեծ ֆերմերային տնտեսությունը ունեն համապատասխան տարածքներ, համապատասխան տեխնիկա, մեծ բեռնատարներ եւ ձեռք բերել եւս մի բեռնատար հատուկ այդ նպատակով նրանց համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում, վստահեցնում եմ ձեզ։ Ինչպիսի փոփոխություններ անհրաժեշտ, որպեսզի կենսագազի խոշոր կանները ունենան Հայաստանում։ Էլի մենք գնացինք մեր երկու գոլեգաների ելույթի հետևից, իհարկե օրենսդրական դաշտի եւ ֆիդին տարիֆը։ Օրինակը բերեմ հենց Լուսակերտ բիոգազ պլանտի համար, երբ որ Հայաստանում հոսանքի սակագինը 25 դրամ էր, ներառված ավելացված արժեքի հարկը, Լուսակերտ բիոգազ պլանտը ուներ 46 դրամ տարիֆ։ Մոտարապես կրկնակի տարիֆ, որը որ թույլ էր տալիս դա աշխատել։ Այդ նույն սկզբունքից է օգտվել նաև Դանիան, Շվեդիան, Նորվեգիան եւ բոլոր եվրոպական երկրները, որոնք 10-15 տարի հետո վերջապես ունեն բիոգազ կայաններ, որոնք կարում են իրենց ծախսերը փակել եւ Դանիան անցած տարի Մորտնի երևի ճիշտ եմ հիշում, որ 60 թե 70%-ը արդեն
բիոգազ էր, Դանիայի օգտագործած գազի 60 կամ 70%-ը բիոգազ էր, հաշվետվություններն ենք նայում։ Մյուս տարբերակը, որը որ առաջարկում են 2-3 տնային տնտեսությունների համար այդ բիոգազ կայանները, դա ըստ ինձ ուղղակի լոկալ փոքր հարցեր կլուծեն։ Դա ինչ որ մի բան մեր երկրի կամ էս ընտրած ռազմավարության մեջ ոչ մի բան է։ Դրա անալոգ օրինակ էր, երբ որ ինչ որ տների մի հատ կամ երկու հատ կով էին տալիս, դրանով լուծում էին այդ մարդկանց ապրելու հարցը, ուրիշ ոչ մի բան։ Իսկ խոշոր ֆերմերային տնտեսությունները իրար հետ միացնելու եւ մեկ բիոգազ սարքելու խնդիրը նա է, որ այստեղ առաջանում է հիգիենիկ անվտանգության հարց, որտեղ ոչ մի խոշոր ֆերմերային տնտեսություն չի համաձայնվի եւ կատեգորիկ արգելված է մեկ այլ ֆերմայից բերել բիոթափոնը լցնել այդ ֆերմայի տարածքում։ Սրա լուծումը ըստ ինձ կամ պետք է առանձին ինչ որտեղ կառուցվի բիոգազ կայանը եւ այդ 2 ֆերմաներից 3 ֆերմաներից բերվի, կամ ամեն մի ֆերմերային տնտեսություն պետք է ունենա իր բիոգազ կայանը։ Դե այս ճանապարհների հարցը մենք արդեն քննարկել ենք, սա ինձ թվում է մեր համար քննարկելի այլևս չի։ Այս աղբի տեսակավորման հարցը ճիշտ է, մի քիչ հումորային հնչեց, որ ստեղ ուրիշ մաֆիա է, աղբը տեսակավորվում է իրականում Հայաստանում կամ գոնե Երևանում, բայց կուրիոզը նա է, որ տեսակավորումից հետո լցվում է նույն մեքենան ու տանում են նույն տեղը։ Հետևաբար դե տենում ենք այն, ինչ ասում ենք։ Դե լավ, տեսակավորումը կօգնի բիոէներգետիկային զարգացնել, բայց իրականում աղբի տեսակավորումը արվում է նաև աղբավայրերում։ Այո, աղբի տեսակավորում, ես կներեք էլի միջամտեմ, որտեղ իմ ոլորտնա չեմ կարա չասեմ, այո, աղբի վերամշակվող աղբի մեծ մասը տեսակավորվում է աղբավայրերում, այն ինչ որ մենք դույլերում ենք, աղբամաններում ենք վերամշակվում, այդ շատ փոքր տոկոսն է կազմում, բայց այդտեղ խոսքը գնում է նաև կենսաբանական թափոնը առանձին հավաքելու մասին, հենց սկզբնաղբյուրում, այդ է կարևոր, այսինքն երբ որ մենք ունենանք 4 վերամշակելիների տեսակավորման արդեն հաստատված մշակույթ եւ սովորություն, այդ ժամանակ մենք կարանք հեշտ անցում կատարենք նաև կենսաբանական թափոնները մեր կենցաղում առանձնացնելու, հատկապես քաղաքային միջավայրում, գյուղականում այդքան կենսաբանական չի առաջանում, քաղաքայինում երբ որ մենք այդ բանը կարողանանք առանձնացնել, դա շատ մեծ բան կտա արդեն ստեղ։ Համաձայն եմ դրա հետ, բայց քանի որ մենք այսօր գոնե աղբավայրերում այդ տեսակավորումը ունենք, կարա դա խթան հանդիսանա բիոգազ կայանի, գոնե մի հատ բիոգազ կայան Երևան քաղաքի համար ունենալու, գոնե խոշոր աղբավայրում, գոնե մի հատ ունենալու համար։ Ուղղակի մաքուր Չէ, դա լինելու է food waste-ա, food waste-ի։ Ինքը contaminated աղտոտված է լինելու, այսինքն խառը աղբից անջատել։ Չէ, դա պարարտանյութ չի աշխատելու։ Դրա մասին է խոսքը։ Ընդ որում այդ բիոզանգվածից ստացված գազն էլ չի ունենում 60% մեթան։ Այո։ Այդ կոչվում է landfill գազ, որը բավական ցածր մեթանի պարունակություն ունի։ Դրա համար հատուկ կոգեներացիոն կայաններ կան, բայց մի քիչ ավելի թանկ արժեն։ Ուրեմն այդ օրգանական թափոնների հոսքերով աշխատող մոդելներին, որոնք աշխատում են սննդային թափոնների իրագործունեության համար։ Այո, մենք այսօր մեր կառավարությունը ներդրեց այդ սպանդանոցների ծրագիրը, որը արդեն 2 տարի է լավ վատ դժվարություններով աշխատում է, բայց այդ վերջի պահը էլի այդ հարցը մենք մեզ չտվեցինք, բայց սպանդանոցների թափոնների ինչ պետք է արվեն, դա միանշանակ դա բարձր էֆեկտիվությամբ բիոթափոն է, որ դրանք միանշանակ պետք է հավաքվեն։ Ուղղակի այստեղ խնդիրը ինչն է, որ այդ սպանդանոցները, քանի որ տարբեր տեղերից եկած կենդանիների թափոններ են, դրանք նույնպես չեն կարող օրինակ ներգրավել իր մոտակայքում գտնվող ֆերմայի բիոգազ կայանում, որտեղ գյուղացիները տարբեր տեղերից կենդանիները բերում են մորթում են եւ այդ թափոնները ելի ֆերմա տանելը վտանգավոր է։
Դրա համար պետք է լինի մեկ այլ բիոգազ կայան, որը որ ամեն ինչը կմշակի եւ մի էլի վնասակար եւ վտանգավոր բան, որ բիոգազ կանների համար շատ վտանգավոր է, դա անտիբիոտիկների օգտագործումն է, որը որ ամենայն դեպս անատական գյուղացիները շատ են օգտագործում, առանց նայելու պետք չի, տալիս են ուղղակի այդ անտիբիոտիկը, հիվանդացավ տալիս են։ Ֆերմաներում գոնե կա բժիշկ, գոնե չափաբաժին կա, իսկ անհատները դրան կոնտրոլ չեն անում, ու այդ անտիբիոտիկները կարող են շատ վատ անդրադառնան բիոգազ կայանի վրա։ Եվ մյուս կետը, որ խոզի ֆերմայի եւ հավի ֆերմայի թափոնները երբեք հնարավոր չի իրար խառնել մեկ բիոգազում։ Ճիշտ է, երբ որ խառնվում են, դրանք բավական բարձր ելք են տալիս, թեպետ երկուսն ունեն ամյակի բարձր պարունակություն։ Բայց քանի որ խոզի եւ հավի հիվանդությունները իրար հետ շատ հաճախ համատեղելի են, շատ վտանգավոր է, որ խոզի թափոնը հավի թափոնի հետ միևնույն ֆերմայում օգտագործվի։ Գրեթե մենք չունենք այնպիսի ֆերմա, որտեղ որ համ խոզապավում, համ չունենք։ Մեծ ֆերմա Հայաստանում չկա, որ ունի եւ խոզաբուծարան եւ հավաբուծարան մեկ տեղում։ Ջեկերին մոտակայքում կառուցելու հարցը մենք քննարկեցինք, մենք ունենք ընդամենը 3 ջեկ, որոնցից երկուսը Երևանի մոտակայքում են եւ խոշոր ֆերմա մի հատ խոզաբուծարան ունենք։ Ջեկի մոտակայքում կառուցելու էֆեկտը կանում է նրանում, որ ջեկից անջատված ջերմային էներգիան, որ մեր երկու ջեկերի ջերմային էներգիաներն են հիմա շատ քիչ են օգտագործվում։ Մի մասը գնում է ջերմոցներին, սպայկայի ջերմոցին, այդ ջերմային էներգիան կարող է ծառայել որպես բիոգազ կայանի դայջեստերի ջերմացման համար, քանի որ բիոգազ կայանների մեծ մասը աշխատում է մեզոֆիլիկ ռեժիմում, 37-ից 40 աշճան ռեժիմում եւ բիոգազ կայանները իրենց արտադրած ջերմային եւ էլեկտրական էներգիայի մոտ 10-15% օգտագործում են սեփական կարիքների համար։ Մյուս հարցը բիոգազը օգտագործել ջեկում որպես վառելիք, դա մի քիչ եւ ֆինանսական եւ օրենսդրական մասով էքստրեմալ բան է, որովհետեւ մեր ամենայն դեպս ջեկերը աշխատում են մաքուր բնական գազով 95% մեթանով։ Բիոգազը կարելի է օգտագործել, եթե բիոգազը ֆիլտրել, հասնել 95% կոնցենտրացիայի, իհարկե կարելի է։ Եթե ընդունենք, որ օրենսդրական մասն էլ, որը որ Երևանի ջեկի նկատմամբ Գազպրոմ Արմենիան ունի պարտավորություն խիստ որոշակի կալորիականությամբ գազ մատակարարել եւ Երևանի ջեկը այդ գազի վճարը Գազպրոմին վճարում է ոչ թե խոնարհ մետրով, այլ կալորիականությամբ։ Այստեղ այդ կարող է առաջանալ, բայց ըստիս լուծելի է այդ հաշվարկները, հաշվիչներով կարելի է լուծել։ Ուղղակի Երևանի ջեկերի մոտ ֆերմա չունենք։ Կամ է պետք է մի հատ ջեք սարքենք, ֆերմայի կողքը ջեք։ Այս հարցը մյուս հարցի շարունակությունն է, այո, կարելի է, բայց էլի առաջ է գալիս Գազպրոմ Արմենիայի եւ Հայաստանի Հանրապետության միջև օրենս պայմանագրային հարցերը, Եվրոպայում, այդ թվում եւ Դանիայում gaz to grid-ը բավական արդեն 10 years using gaz to grid-ը կա։ 2013 թվականին ամենայն դեպս ես այնտեղ աշխատում էի, արդեն կար եւ ավելի ձեռնատու էր, քան օգտագործել կոգեներացիոն կայան եւս մի հանգույց մեջ ավելացնել, ամենահեշտ ձևն է, ուղղակի հաշվիչը դնում են gaz to grid, всё։ Վերջ, այդ ամենահեշտ ձևն է, կարելի է, մնում է մնացած տեխնիկական հարցերը, բայց մեր սակագներով եւ մեր երկրի օրենքներով հաշվարկներով ցույց ենք տալիս, որ ավելի ձեռնատու է օգտագործել կոգեներացիոն կայանը, որը եւ կարտադրի էլեկտրական հոսանք, ցանցին կամ սեփական սպառման համար եւ ջերմային էներգիա, անգամ կողքի դնելով նրանից արտադրված CO2-ը, որը որ CO2-ը ջերմոցներում օգտագործում են կամ ածխաթթու գազ են ստանում, բայց դա Հայաստանում համարյա չեն օգտագործում տենց կողքը ջերմոց սարքելը եւ կար այդ CDM պրոյեկտը, Clean Development, ժամանակին 1 տոննա կարբոն դիօքսիդի համար վճարվում էր 7.2 եվրո, եթե 1 տոննա արտադրում էիր, բայց հիմա այդ սակագները բավական էժան են,
շուկայում որ նայում ենք տրենդը 0.1-0.2 եվրո է, դրան կարելի է ուղղակի ուշադրություն չդարձնել։ Թեպետ կան օրինակ նորվեգիական կամպանիա կա, մեկը կա CO2 Focus, որը որ ուրիշներից առնումա CO2 այդ բաները, ինչ է կոչվում, կրեդիտները առնումա թանկ վաճառում է կամ պահում է բիտկոինի պես ինչ որ մի բան անում, բայց դրան ուշադրություն չենք դարձնում մենք արդեն։ Գազի ցանցի մեջ բիոգազ սրսկելը ճնշումների հարցը դա տեխնիկական հարց է ու լուծելի հարց է, կուզենանք ցածր ճնշման մեջ 0.3, կուզենանք բարձր, դա ընդհանրապես էական չի։ Չնայած ինչքան ճնշումը բարձր, այնքան ծախսերը մեծ են լինելու։ Ստադի տուրերի հետ կապված մենք քննարկեցինք, տեսեք, բոլոր այն ֆիրմաները, որոնք որ կառուցում են բիոգազ կայաններ, իրանց բիզնես պլանի մեջ եւ ֆինանսական ծախսերի մեջ ներգրաված է նաեւ տրեյնինգը եւ ուսուցումը։ Այսինքն կարիք չկա պատրաստենք մենք դիեզերագնացներ, քանի չունենք դիեզերանավ։ Երբ որ մենք կունենանք այդ բիոգազ կայանը, ու այն կամպանիան, որը որ կգա այդ բիոգազը սարքելու, նա իր պարտավորությունների ունի, որ պետքա համենայն դեպս 2-3 մասնագետ պատրաստի, դա միանշանակ։ Իսկ գնալ նայել, թե ուրիշ երկրներում ոնց են աշխատում, դա սեփական նախաձեռնություն է, կարելի է գնալ նայել։ Աշխատում են, վստահ եղեք, աշխատում են։ Քիմիական պարտանյութերի հետ կապված, տեսեք, բիոգազի 4-րդ բարձր արժեքով արտադրանքը որ կա, դա բիոպարտանյութն է, որը որ եւ խմորված է եւ չունի այդ մոլախոտի սերմեր եւ վնասակար բակտերիաներ չունի։ Քիմիական պարտանյութերի արգելումը մի քիչ բարդ պրոցես է, քանի որ դա ավելի հեշտ եւ էժան է։ Ուղղակի կարելի է ինչ-որ կոնտրոլ անել, որ ամեն տարի այդ օրինակ ազոտական պարտանյութը այնքան են տալիս, որ չգիտեմ, այդ բանը որ չափես, չեն կարող արտահանեն ուղղակի։ Օրենսդրական դաշտով կարելի է կամ ինչ-որ տարիֆներ դնել, կամ բիոպարտանյութը ավելի մատչելի դարձնել, որը որ օգտվեն։ Օրինակ լուսակերտ բիոգազ պլանտի պարտանյութը օգտագործվում էր ու բավական մեծ քանակներով տանում էին Արարատյան դաշտավայրում օգտագործում էին հենց տեղի խնձորի այգիներում էլ։ Իդեպ տեղում կար մոտ քանի հեկտար էր 20 հեկտար խնձորի այգի կար, որը որ 25 հեկտար, չեմ հիշում կոնկրետ, 25 հեկտար խնձորի այգի պարտացվում էր դրանով եւ տարիներ շարունակ Թամարա ընկերությունը այդ պտուղ բանջարեղենով միշտ առաջի տեղ էր գրավում բոլոր տեղը, որտեվ չափում էին ազոտական բաներ չկա մեջը, լրիվ բնական է ու գրավում էին միշտ առաջի տեղը, որ պատվոգեր բաներ էին ուղարկում միշտ լուսակերտին։ Էֆեկտիվ բաներ, որը որ այսօր էլ չեն կարող մտնեն շուկա, որովհետև ինչ կարան, ինչքան կարան սրսկում են ու տալիս են ու քսում են։ Ֆերմերների իրազեկության հարցը մենք քննարկեցինք, այսօրվա ֆերմերները բավական իրազեկ են, այսինքն եթե մարդը արդեն հասել է ֆերմերության մակարդակ, ուղղակի գյուղացի տենց չի երկու հատ կովով, ինքը իրազեկ է, ինքը բավական լավ գիտի իրան ինչ է պետք։ Իմ կողմից առաջարկներից մեկը, որ օրինակ գոմաղբը տա լավ դիմացին չենք տալիս ենք պարտանյութ կամ տալիս ենք ինչ որ սուբսիդիա կամ գազի գնի չեք կամ ինչ որ վառելիքի չեք։ Ինչ որ մի շահագրգիռ բան, որը որ այո, ուղղակի առանց շահագրգռման չեմ պատկերացնում ամենայն դեպս մեր երկրում, որ մեկը ծախս կանի, այդ գոմաղբը կբերի, այդ կլաստերում կլսնի։ Տեղը մի բան պետքա տալ, գոնե պարտանյութ։ Դե անաստապահության հետ կապված սրանք գլոբալ հարցեր են, ինձ թվում է մեր քննարկելուն չեն, ուրբանիզացիա, մարդիկ չեն ուզում անասուն պահեն եւ այլ, չեմ կարող ես այդ հարցերին պատասխանեմ, ինչի չեն ուզում անասուն պահեն։ Ուրեմն կյանքը հեշտացել է, փող աշխատելու ձևերը հեշտացել են։ Այնտեղ կան դե կաթի գինի իջել, աշխատուժ չկա, մարդիկ ձգտում են, չգիտեմ, կեսը գալ Երևան, Երևանից էլ Եվրոպա, Ամերիկա, այդ արդեն երևի մեր քննարկելու հարցը չի, դա արդեն մի հատ ուրիշ ամբիոն կա, 131 հոգի նստած են, իրանց կտակ այդ հարցերը։
Ինչպես խթանել, խրախուսել բիոգազ կայանների կառուցումը եւ ինչ արեցին, երբ որ ցանց մի քանի տարի առաջ շատ քչերը գիտեին արևային կայանը ինչ բան է, ինչ արեցին, որոշեցինք այդ green տարիֆը արևայինի վրա առաջինը կիրառեցինք, Թալին 1-ի տարիֆը բավական բարձր էր, հետո նրանից հետո եկավ էլի մի քանիսը, մինչև այս վերջերս, որ արդեն երևի էլ կարիք չկար Հայաստանում անգամ հեռավոր գյուղերում բացատրել, թե ինչքանով է ձեռնտու արևային կայան ունենալը։ Հիմա արդեն այդ նույն այդ գյուղացին ինքը քեզ կբացատրի ինչքանով է ձեռնտու։ Եթե առաջ օրինակ 16-17 թվականին նոր ծիծաղարով էի ասում, այն առաքյալների պես գյուղերում քարոզում էինք վերականգնող էներգետիկա, այս որ դնես 4-5 տարի հետո առաջ բավական թանկ էր դա, ի դեպ, ինչ Չինաստանը սկսեց մասսական արտադրել, իջավ այդ գները։ Հիմա արդեն մենք չունենք արևային էներգետիկայի տարիֆ, բավական էժան է, 17 դրամ է, այդ նույն բիոգազի տարիֆն է կամ, բայց մեկը հասկացել են, թե բիզնես ոլորտը, թե ֆերմերը, թե հասարակ բնակիչը, որ այնուամենայնիվ սա ձեռ է տալի։ 4-5 տարի հետո ինքը ունի ձրի հոսանք։ Ու ամենակարևոր ֆակտորը, որ ես միշտ նշում եմ, կապ չունի հետո հոսանքի գինի ինչ կդառնա։ Օրինակ 17 թվականին դրած մենք կայան ունենք, երբ որ հոսանքի արժեքը 26-30 դրամ էր, այդ մարդը դրել է, հիմա 50 դրամ է։ Իսկն այն ժամանակվա հաշվարկով իր հետ գնումը 4-ից 5 տարի էր, հիմա որ հետ հաշվարկ ենք անում, ինքը վաղուց այդ հանելա երկու անգամ է շատ եկամուտ ու շահույթ է ստացել։ Այս նույն սկզբունքով կարելի է բիոգազ կայանները զարգացնել, բայց իմ անձնական կարծիքով միայն մեծ ֆերմերային տնտեսություններում։ Գոնե ունենան feed-in տարիֆ, ինչ որ սուբսիդիաներ, որ իրանք ուզենան, որովհետև միևնույնն է, ֆերմերը մեծ ինքը նայում է, ինչ շահ ունի դրանից։ Մի հայտնի ֆերմեր ասեց, այդքան փողի մի 3000 տեղ խոսք առնեմ, ով է ինձ բան ասում։ Հիմա որ աղտոտում եմ բնությունը, հիմա որ նույնը անում եմ, այսքան տարի բան չեն ասել։ Հիմա էլ բան չեն ասում։ Այ որ 3000 հատեղ խոզ առնեմ, մի հատ է մեդալ կտան, կասեն զարգացրել է, խոզի գինը իջացրել է։ Այսքանը։ Շատ շնորհակալություն, քանի որ մենք ունենք վերջին 30 րոպեն, ես առաջարկում եմ 30 րոպեի առնվազն 20 րոպեն ծախսել հարց-պատասխանի վրա, որովհետև ենթադրում եմ, որ մյուս խմբային քննարկումների արդյունքների վերաբերյալ հաստատ հարցեր կլինեն, եւ հետո արդեն կամփոփենք։ Այնպես որ նախատեսում ենք 4:30 ավարտել։ Խնդրեմ, եթե կան հարցեր լսարանից, շատ լավ, մենք ունենք շարժական, հա։ This is հարցը Մորթոնի համար հենց, մեկի ճես բոլոր թեմաներից դուրս է, Morton, անգլերենով ասեմ էլի, in all of these calculations, we have not considered wastewater, organic biomass. That has another potential, not as fertilizer, but as source of energy. Any thoughts on that as a separate thing that we need to explore, and we haven't so far? So obviously it hasn't been at the core of what we've been looking at, but certainly from both the visits where we had the opportunity to see some older installations on wastewater treatment and the discussions we had subsequently, I certainly think that wastewater treatment, both from an energy perspective, but also as a general, you say, pollution mitigation measure, is something that should be looked at a lot more seriously in Armenia. You've had you have both from human fecalia, but also in terms of other industrial and animal discharge, a lot to work with, I think. So yes, certainly, I think you should look into that. This is
pretty much standard practice in the EU, right? You have to do Yes. it, right? And basically, what is the value other than the environmental benefits? Do you actually have some kind of economic value that you get out of it? In terms of covering your energy costs or what have you as a... Well, if you do digestion, yes, then you can digest the sludge on site, and you can get a lot of your need for local energy consumption in the wastewater treatment facilities covered. But I think in terms of value, I think it hurts me a little that we're talking about what it costs to treat the water, when really the cost of not treating it is so massive in terms of long-term pollution, in terms of making rivers polluted, and the general environmental impact of it. It might not have a cost in drams here and now, but I think the long-term costs are the biggest ones, to be honest. I actually do have a question myself for the financing group. If I don't know if I may. Yeah, sure. So I was wondering if in the financing group you were discussing, or you had the chance to consider the opportunity to sort of have regulation that puts demands as to what kind of fuels are used, the GHG impact of the fuels that are used. It's something that's commonly seen in Europe, where we have blending standards, or either that blending requirements or GHG emission requirements. Was that something that has been discussed? Well, I'm not really sure how I'm asking, to be honest, but yeah. Anyone from financial group may address it? Yeah. But I think it partially was covered by the green certificates, right? Yes, but we haven't focused on that. Yes, Rafi can also add up on that. No, we didn't have a chance to go into that. Thank you for the question. I'm representing the legal and policy group. So we have partially covered this issue in the context of nationally determined contributions, but there is an issue of linking it. Currently, it's not linked to NDC, but there is a potential, certainly, if we have a methodology and the capacity to do that. Yeah. Եթե լսանից հարցեր չկան, ես կարող եմ մի հարց տալ օրենսդրական շրջանակը, ինչպես? Օրենսդրական շրջանակը քննարկող թիմին, ձեր քննարկման թեմաներից մեկը նաև գոտիավորումներ։ Մենք ունեցել ենք կենսագազի կայանի 2 դեպք առնվազն, որ ես գիտեմ, հողի նպատակային նշանակությունը հատուկ փոփոխվել է էներգետիկ նշանակության։ Այնց հետաքրքիր է, մենք նաև քննարկում ենք ու եվրոպական շատ երկրներում գիտենք, որ կան նախադեպեր, որ հենց էներգետիկ նշանակության հողերի վրա չի կառուցվում, կարող լինի արտադրական, եւ արդյոք քննարկել եք այն հարցը, թե հենց անասնապահական ֆերմաների կողքը կառուցվող կենսագազի կայանների դեպքում ինչպիսին պիտի լինի հողի նպատակային նշանակությունը հաշվի առնելով մեր օրենսդրությունը, այսքանը։ Նոնա ջան, շնորհակալություն, իրականում դուք բավականին խորքային հարց եք տալիս, որը ռելևանտ է ոչ միայն կենսագազի կայանների դեպքում, այլ ընդհանրապես տարբեր օբյեկտներ իրար մոտ տեղակայելու դեպքում։ Պետք է ասեմ, որ մեր հողային օրենսգիրքը այս առումով բավականաչափ ճկուն չի, ու գուցեև նաև կարելի թույլ կտամ ինձ ասել, որ այդ մոտեցումը հնացած է, որ պետք է անպայման լինի կոնկրետ այսինչ նպատակային նշանակության այս օբյեկտը կառուցելու համար։ Հիմա եւ Եվրոպական միությունում եւ շատ զարգացած պետություններում մոտեցումները փոխվել են ու հողերը տարբեր ազդեցություններից պաշտպանելու, ինչպես նաև տնտեսական շրջանառությունից գյուղատնտեսական հողերը անհիմն չբացառելու համար շատ ավելի ճկուն մոտեցումներ են ներդրվում, որոնք թույլ են տալիս տարբեր օբյեկտներ արդյունավետ զուգորդել առանց վնաս պատճառելու շրջակա միջավայրին ու հողերին։ Դուք ճիշտ եք ասում, այդ լուրջ խնդիր է ու ոչ միայն այս օբյեկտների առումով։
Հարցս ինչից է գալիս, օրինակ Լուսակերտի շատ լավ է, որ Լուսակերտի կայանից ունենք ներկայացուցիչ, Լուսակերտի թռչնաֆաբրիկան ենթադրում եմ արտադրական նշանակության հողի վրա է կառուցվել, բայց 1 հեկտար, եթե չեմ սխալվում, չէ, կայանի տարածքը մոտավորապես ինքը փոխվել է էներգետիկ նշանակության, բայց փաստորեն ֆերմայի կողքն է կառուցվել։ Ես ուզում եի հասկանալ մեր օրենսդրության էլի շրջանակներում, որտեղ մեզ համար էլ է սա շատ մեծ բաց այն առումով, որ չենք կարողանում գտնել այդ մեր ներքին օրենսդրությունը հաշվի առնելով, չենք հասկանում ինչ կարգավորումներ կան ակնհայտ այստեղ բաց կա էլի հասկանալու համար իրականում ինչպիսին պիտի լինի գոտիավորումը, որովհետև գիտենք, որ հողի նպատակային նշանակություն փոխելը շատ ժամանակային հարցաբար, երբեմն արհեստական խոչընդոտներ եւ այլն։ Այս տեսանկյունից է էլի հարցս։ Սա արդեն տենց բաց հարց է էլի, պատասխան չի պահանջում, մերսի շատ։ Կան այլ հարցեր լսարանից։ Լավ, լսենք։ Հա, շատ լավ։ Ինձ հետաքրքիր է, օրինակ, չգիտեմ, երևի հարցս ուղղեմ Օրթոնին կամ հենց Լուսակերտի հետ կենսագազի ներկայացուցիչին, ինչպիսի գործարկման ծախսեր է առաջանում ընթացքում, ինչ տեխնիկական ծախսեր կառան առաջանան, օրինակ կենսագազի շահագործման ժամանակ։ Օրինակ շարժիչը քանի տարի մեկ է պետք փոխել, ինչ տեխնիկական ծախսեր կարա լինի։ Որպես ներդնողներ ասենք իմանան իրանք կատնեց հաշվարկ։ Իհարկե ինչպես բոլոր ենթակայանները կամ կառույցները, բացի այն աշխատավարձ եւ այլ առօրյա ծախսերից, հիմնական շահագործման ծախսը կենսագազ կայանների, եթե նրանք աշխատում են կոգեներացիոն ռեժիմով, դա իր կոգեներատորի այդ շարժիչի շահագործման ծախսն է, որը օրինակ Լուսակերտ բիոգազի համար այն ժամանակվա հաշվարկով չէ, այն ժամանակ բավական դա թանկ թիվ էր, ժամում 7.2 եվրո սերվիս maintenance cost-ներ, որը որ մենք ունեինք պայմանագիր ավստրիական Յեմբախեր ֆիրմայի հետ, այսինքն 2000 ժամը մեկ մենք վճարում էինք այդ մոտարապես 15000 եվրոն սերվիս maintenance cost-ի համար։ Բացի այդ դրա ունի ուրեմն յուղի փոխարինման ծախսեր եւ այլ։ Մնացած այլ ծախսերը դրանք ընթացքից առաջացած ծախսել են, կարող է վնասվածք, խնդիր եւ այլ, բայց հիմնական ծախսը բիոգազ կայանների դրանք են, որոնք որ բավական թանկարժեն եւ այդ CHP մոտորները 69000 ժամի վրա ամբողջովին փոխարինվում են նորով եւ այդ 7.2 եվրո հաշվարկը ձեռնատու էր միևնույնն է նրա համար, որ եթե դու այդ սերվիս maintenance-ով պայմանագիրը չկապես, այլ կապես ամեն փչանալուց կանչելով, դա քո վրա շատ ավելի թանկանացնելու եւ 60000-ի վրա այդ շարժիչ փոխելը, այդ CHP-ն արժե 660,000 եվրո այն ժամանակ։ Հիմա մի քիչ իջել է գինը։ Եվ եթե դու չկապես այդ ծախսը եւ 60000 ժամի վրա կարիք եղավ այդ շարժիչը փոխելու, դա լուրջ խնդիր է, շատ լուրջ խնդիր է։ Ուղղակի այդ առումով թանկ բանը դա է, մենք պետք է հաշվի առնել։ Morten, anything to add? Anything to add on operational costs or? Well, I think I would like to add that from an OPEX perspective, I do consider the CHPs actually to be the most expensive option, also because they are typically run in a rather harsh environment. You do clean out some H2S before, but typically they will have a fairly high wear and tear on the engines. Yeah, some types of upgrading technologies also have fairly high OPEX, whilst others have perhaps a higher CAPEX but a lower OPEX. So I think it's very specific, and I think the approach that Lusacert took was definitely the right one in handing over. Basically, when you acquire the engine, you make a sort of, you can call it an insurance policy that the supplier of the engine also guarantees some maintenance cost. Այլ հարցեր լսարանից։
Եթե չկան հարցեր, այդ դեպքում հրավիրենք Հարությունին Ալբեդյան, պարզապես, այո, փակման խոսք ասելու։ Լավ, ես ուզում եմ նոնային շնորհակալություն հայտնել այս օրը շատ լավ կազմակերպելու համար եւ ամբողջ թիմին մեր։ Ուզում եմ հիշեցնել, որ այս ամբողջ ուսումնասիրությունը պատվիրվել է, չնայած Ալենը ասեց, բայց նորից ուզում եմ ասել, որ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող թափոնների կառավարման քաղաքականությունը Հայաստանում ծրագրի շրջանակներում արվում եւ մեր ծրագրի ճիշտ ասած փոքր կոմպոնենտներից է, բայց մենք տեսնում ենք, որ շատ ազդեցիկ կոմպոնենտներից, այսինքն high impact, հա։ Ուզում եմ առիթը օգտագործել շնորհակալություն հայտնել Մորթոնին եւ իր թիմին շատ լավ աշխատանքի համար։ Սա նախնական արդյունքներն ենք մենք այսօր տեսել եւ ձեր ներդրման շնորհիվ մենք պատրաստվում ենք ամփոփել արդյունքները, վերջնականացնել եւ մայիս ամսին արդեն կհրապարակենք վերջնական զեկույցը փոքր նաև ամփոփագրով։ Զեկույցը մեծ է, 200 էջը կանցնի հաստատ, կլինի non-technical summary, տենց ամփոփագիր կլինի եւ բոլորին կոչ եմ անում մասնակցել մեր հաջորդող միջոցառումներին հենց այս process-ի հետ կապված բիոգազի, որովհետեւ այս զեկույցը, այս արդյունքները, այս finding-ները մեզ պետք է ծառայեն կառավարությանը ինչ որ իմաստով համոզելու գործում, համոզելու են բանում, որ բիոգազը շատ կարևոր ուղղություն է, ինչպես տեսակ, շատ տարբեր խնդիրներ լուծելու համար, էներգետիկ, թափոնների, այսինքն շրջակա միջավայրի, ինչպես նշվեց, առողջապահական խնդիրներ, պարենային անվտանգության խնդիրներ եւ այլն։ Եթե կարող եմ այսպես ամփոփել, շատ շնորհակալ եմ բոլորի աջակցության համար, ներդրման համար, ժամանակի համար, իսկապես կարծում շատ կարևոր այսօր միջոցառում ստացվեց եւ ստացվեց, իրականում ստացված եմ համարում։ Շնորհակալություն բոլորին։